Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր հունիսի 27։ Իրավի, որ արդարները կգոհանան քո անունիցը և ուղիղները կբնակվեն քո երեսի առաջին։ Սաղմոս 140-րդ գլուխ 13-րդ խոսք։ Ախ, երանի սիրտս միշտ շիտակ լինի, որպեսզի միշտ կարողանամ օրհնել Տիրոջ անունը։ Նա այնքան բարի է նրանց հանդեպ, ովքեր բարի են, որ ես նույնպես ցանկանում եմ լինել նրանց թվում և ամեն օր լցված լինել երախտագիտությամբ։ Հնարավոր է, որ արդարները երբեմն թեկուզ մի պահ սասանվեն, երբ իրենց ազնվությունն ու անարատությունը ծանր փորձությունների պատճառ դառնան, սակայն անկասկած կգա այն օրը, երբ նրանք կօրհնեն իրենց Աստծուն, որ չտրվեցին չարի գայթակղություններին և չընտրեցին խորամանկ ու անազնիվ ճանապարհը։ Վերջի վերջո, ճշմարիտ մարդիկ շնորհակալություն կհայտնեն արդարության Աստծուն, որ նա առաջնորդեց իրենց արդար ճանապարհով։ Երանի թե ես էլ լինեմ նրանց թվում։ Ինչ հրաշալի խոստում է պարունակվում խոսքի երկրորդ մասում. ուղիղները կբնակվեն քո երեսի առաջին։ Նրանք կընդունվեն այնտեղ, որտեղ մյուսները կանգնում են միայն դատապարտվելու համար։ Նրանք կլինեն մեծ թագավորի արքունիքի մերձավորները, արժանանելով նրա ներկայությանը, երբ էլ որ ցանկանան։ Նրանք կլինեն այն ընտրյալները, որոնց վրա Եհովան հաճությամբ կնայի և որոնց հետ ողորմածությամբ կհաղորդակցվի։ Տեր, ես փափագում եմ այս մեծ պատիվը, այս թանկագին արտոնությունը։ Քո ներկայությունը վայելելը ինձ համար կլինի երկինք արդեն այստեղ երկրի վրա։ Ամեն ինչում ինձ շիտակ դարձրու, որպեսզի այսօր, վաղը և ամեն օր կարողանամ կանգնել քո երկնային ներկայության մեջ։ Այդ ժամանակ ես հավիտյան գոհություն կմատուցեմ միայն քո անվանը։ Ամեն։